Ողջույն բոլորին, այս տեսանյութում փետրվար ամսվա անակնկալն է բոլոր տարվա ծնված նշանների համար, տեսնում եք արդեն նշանները տեղադրված են, դրանք վերաբերվում է միայն տարվա ծնվածներին, ամսվա ծնվածների համար արդեն արել եմ, դա վերաբերվում է միայն լավագույններին, իսկ սա ուղղակի անակնկալ, ինչը ձեզ անակնկալ կբերի այդ ամիս, և լավը և վատը, երկուսն էլ այստեղ կքննարկենք, որովհետև միայն լավ անակնկալներ չեն, որ մեր կյանքում լինում են, բոլորս դա գիտենք։ Դրա համար լավ կլինի, որ մյուս ալիքը այդպես լինի, մեկը լավը լինի, մեկը և լավը և վատը, այսինքն բոլորը, և լավը և վատը։ Լավ խառնեմ, որովհետև լավագույն քարտերը հանել էի արդեն, որ հասցնեն ընկնեն ձեզ։ Կարող եք առաջ տալ այս հատվածը, որովհետև դեռ տեղադրելի եմ։ Ահա, փետրվար ամսվա լավագույն, փետրվար ամսվա անակնկալը, ոչ թե լավագույն, այլ ուղղակի փետրվար ամսվա անակնկալը առնետների համար։ Անակնկալը ցուլերի համար, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, անակնկալը վագրերի համար, փետրվար ամսվա անակնկալը նապաստակների համար, վիշապների համար անակնկալ, օձերի համար անակնկալ, մեկ րոպե, ես մոմերս չեմ վառել։ Շարունակում ենք, ձիերի համար անակնկալ, այծերի, ոչխարների համար անակնկալ, կապիկների համար անակնկալ, աքաղաղների, շների և իհարկե վերջում վարազների, խոզերի, այդպես երկուսն էլ կա։ Ահա, մյուս քարտերն էլ բերեմ, որպես եթե վատը լինի, գոնե հասկանանք ինչ է տեղի ունենալու։ Ահա, դե սկսենք արդեն, սկսենք առնետներից, առնետներին հիանալի է, սա ինչ-որ բաները ձեզ մոտ հեշտանալու, ավելի թեթևանալու է, ինչ-որ գործեր, որոնք որ կանեք, որովհետև այնտեղ ինչ-որ մեկին եք ուզում հանդիպել, տեսնել, խոսել, ամեն ինչ կհեշտանա, նաև կհեշտանա ինչ-որ մի հարցում հաջողության հասնելը, կհեշտանա ոչ գործ ավելի թեթև անելու համար, որ դա կարող է խնդիրներ և հիմա ավելի է թեթևանում այդ նույն հարցին լուծում տալու համար։ Ձեր անակնկալը հիանալի է, այսինքն լավագույնն է, որովհետև յուրաքանչյուր բան ձեզ մոտ ավելի հեշտ է ստացվելու։ Յուրաքանչյուր ոլորտ, այստեղ չեմ ուզում ավելորդ քարտ հանել, որովհետև մեկ հոգի չի նայում, որ նայեմ որ ոլորտն է լինելու։ Եվ ընդհանուր սա, յուրաքանչյուր բան է այստեղ։ Ուզում եք բժիշկ տեսնեք, ուզում եք թղթերի համար ինչ-որ բաներ տեսնել, ինչ-որ մեկին ձևակերպումներ անել, կամ թղթեր ստանալ, ամեն ինչը շատ հեշտ է ձեզ մոտ ստացվում, ապրանք ուղարկել, ապրանք վերցնել, բիզնես բացել, աշխատանքի ընդունվել, այդ ամեն ինչը շատ հեշտացված կլինի, հնարավորությունը ձեր ձեռքում կլինի, դուք պետք է ուղղակի օգտվեք դրանից։ Նայենք ցուլերին, տեսնենք իրենց ինչ անակնկալ է սպասվում, սա տարվա ծնված ցուլերն են, ամսվա ծնվածների հետ մի խառնեք, ցուլերի կյանքում ինչ-որ բան է գնալու, դա է ձեզ համար անակնկալը լինելու։ Միևնույնն է, ինչ-որ մի բան գնալու է մի բանին տեղ բացելու համար։ Տեսնենք ոլորտը ցույց տա։ Այստեղ միգուցե հասարակության հետ կապված կամ խնդիրներ են, կամ հարցեր են, որոնք որ կարող են գնալ։ Նաև եթե պատրաստվում եք օրինակ հարսանիքի, առիթի, ապա կարող է այդ ամենը, ինչ որ անում եք, վերջ, արդեն ավարտվի դա։ Ոնց որ դա քիչ-քիչ է լցվում մարդու կյանք։ Եվ այստեղ նաև պետք է շատ ուշադիր լինեք ձեր հեղինակությանը, որովհետև սա
կտրուկ քայլ չէ, սա կտրուկ տեղի չի ունենում ձեզ մոտ, հա, սա արդեն իսկ ոնց որ ժամանակի հետ կապված է։ Ժամանակի ընթացքում է կուտակվել սա եւ հիմա արդեն ինքը պետք է գնա ընդմիշտ։ Կամ ոչ հասարակական գործ է, որ ընդմիշտ կողակ հանել ձեր կյանքից, կամ դա է, որ օրինակ մեկ ամիսը պատրաստվում եք օրինակ առիթի, հարսանիքի, այդպես։ Դե այսքան է, ինչ որ բաներ չունեմ հետ կապված, ու չեմ ուզում ավելի կարդ հանել, որովհետև անիմաստ եմ համարում, երբ որ շատ է մարդիկ, անիմաստ է դա քննարկել երկար։ Դե ինչ որ մի բան եք գնալու, որին որ պետք է ուղղակի դուք պատրաստ լինեք, հա, գնալու է նորին տեղ բացելու համար, գնալու է ընդմիշտ, դա պետք է ուղղակի հասկանաք։ Եվ տեսնենք վագրերի մոտ ինչ է լինելու, ինչ անակնկալ է տեղ ունենալու, վագրերի մոտ հարսանիք է, ամուսնություն, ամուսնության առաջարկ, միգուցե ձեր հարսանիքներ, միգուցե գնաք այս ամիս հարսանիքի, կամ մի քանի հարսանիք ունեք, հա, ամեն շաբաթ հարսանիք ունեք, պլյուս դրան ուրբաթ 13 է լինելու, չէ, չի լինելու, չի լինում։ Ուղղակի շատ հետաքրքիր ամիս է այս ամիսը, յուրաքանչյուր օր իր սկիզբը սկսվում է երկուշաբթի օրվանից, ավարտվում է ոնց որ թե գիրակի օրվանից, կարծես թե այդպես է։ Եթե հաշվենք ուրբաթ 13, ոնց որ ուրբաթ 13 է լինում, մի խոսքով, հա, այդ ու գնայինք։ Գլուխն է չթավացնեմ, բայց հեսա գնայեմ, ես գիտեմ, որ տեղի ունենալու այս ամիս ուրբաթ 13, այո, տեղի ունենալու ուրբաթ 13։ Այնպես որ պատրաստվեք ուրբաթ 13-ին, միայն դա անտեսեք, հա, մնացածը արդեն կարող եք զբաղվել ձեր հարսանեկան արարողությամբ, միգուցե պատրաստվում եք հարսանիքի գնալ, սա նաև գործարք է, որ կարող եք կնքել, պայմանագիր է, որ կարող եք կնքել այս ամսվա ընթացքում։ Նաև մշտական գործ է, հա, նույն գործն է, որը կարող եք անել, հա, ցիկլային գործ է դա, ոնց որ անընդհատ այդ նույն գործերով եք զբաղվելու, կամ կարող է ինչ-որ պատվեր է, որը պատվիրում են եւ պետք է ոնց որ անընդհատ նույն գործով զբաղվեք, հա, դա կարող է լինել ձեզ համար անակնկալ, որ այդքան նույն բանից են պատվիրել այդպես։ Եվ տեսնենք նապաստակներին։ Նապաստակների համար ժամանակն է։ Ինչ որ մի բանի սկզբի ժամանակն է ձեզ համար, որ պետք է արդեն սկսեք։ Սա նաև կարող է անակնկալ լինել ինչ առումով, որ ոնց որ ժամանակ է ձեզ տրվում, որ ինչ որ մի բան անեք, դա ձեզ համար կարող է լինել անակնկալ, այսինքն ժամանակի մեջ պետք է տեղավորվեք ու այնպես ոնց որ անակնկալի գաք, թե ինչպես եմ հասցնելու, ինչ եմ անելու եւ այլն։ Ամենայն դեպս ձեզ կօգնեն, եթե ոչ խնդիր լինի, կամ դուք ինքներդ էլ հենց ուժ կունենաք, որ այդ ամենը անեք։ Ժամանակն է արդեն իրոք զբաղվելու, եթե պետք է անգամ օգնության դիմելու, հա, դիմեք այդ օգնությանը, թող մարդիկ ձեզ օգնեն։ Եվ սա նաև ասում է, որ ավելորդ, հա, ոչ մի հարցում ոնց որ ավելորդ ժամանակ մի օգտագործեք ինչ որ անիմաստ բաների վրա։ Նա ճիշտ օգտագործեք ձեր ժամանակը ամբողջ փետրվար ամսին։ Ոչ թե անիմաստ, հա, վատնեք ձեր ժամը ինչ որ մի բաների վրա, որը անիմաստ է։ Եվ կարող են ինչ որ ժամեր փոխվել, օրինակ ձեզ մոտ կարող է փետրվարին որոշեք գիշերն աշխատել կամ գիշերն եք աշխատում, որոշեք արդեն պետք է ցերեկը աշխատեք, նման որևիցե պահեր են, որ կարող եք նաև ժամերը փոխել։ Կամ իրոք շաբաթվա ամսվա մեջ կարող այնպես լինի, որ անընդհատ ժամանակ լինի, այդ ժամանակի մեջ տեղավորվեք։ Ժամանակ էլ այդ ժամանակի կամ վերջին րոպեներին ոնց որ մարդը պատվեր է ստանում, հա, եւ չգիտի ոնց հասցնի։ Նման ոչ է ինչ որ իրավիճակ է։ Դա կախված է ձեր գործունեությունից, հա, ինչ որ մի բանը պետք է շտապեք նաեւ, շտապ անեք։ Այսքանը ձեզ համար եւ գնայենք վիշապներին, տեսնենք վիշապների ցանկություններն են իրականանալու։ Այն ցանկությունները, որոնք որ դուք պահել եք, սա նաեւ մարդը կարող է փայլել աստղի նման, ձեր հեղինակությունը բարձրանա, նաև դա օտար երկրից, եթե բարեկամ ունեք, բարեկամ ունեք, ապա իրենցից կարող եք որևէ նորություն լսել, տեղեկատվություն լսել, կամ դուք գնաք օտար երկիր, կամ իրենք գան օտար երկրից,
Կարող եք զբաղվել այնպիսի գործեր, կարող եք արդեն դες ցույց տալ, հա, եւ հասարակական գործունեությամբ զբաղվեք, դառնաք այդպես, հա, ձեր դեմքը դառնա աստղ թե հիմա ինչով կլինի, հա, դա կարող է նաեւ Facebook-ում ինչ-որ բաներ եք տեղադրում։ Դե ամենայն դեպս ձեր ցանկության իրականացման ժամանակն է եկել, եթե ինչ-որ ձեզանից է կախված արեք, մի նստեք, ոչ մի բանի մի սպասեք, հա, դուք ինքն արեք, եւ ամբողջ ամսվա ընթացքում Աստված նաեւ ձեր կողքին կլինի։ Այսքանը ձեզ համար եւ գնայենք օցերին։ Այ օցերին մի փոքր այստեղ լարվածություն է, չգիտեմ ինչու են ձեզ լարվածություն տալիս։ Բորբոքվում եք, ինչ որ մի բանից ձեզ դուր չի գալիս, բորբոքվում եք։ Տեսնենք ինչն է դա։ Միգուցե որ բորբոքվեք ձեր հեղինակության վրա ամենաառաջինը կազդի դա, պետք է դա հաշվի առնեք։ Երկրորդը կարող է մարդիկ հեռու են, հա, հեռվից են նաև, հա, իրենց արարքը անում, հեռվից են ձեր նյարդերի վրա ազդում, գուցե անհանգստանում եք ինչ-որ մարդկանց համար, ովքեր որ կգտնվեն դրսում, հա, ամբողջ ամսվա ընթացքում կարող հա անդադ այդպես լարված վիճակ լինի, թե օրինակ երբ են հետ գալու կամ ինչ եղավ այնտեղ, ինչպես է ամեն ինչ անցնում եւ այլն։ Դե պետք է կարողանաք ձեզ զսպել, որովհետև իրոք կարող է այստեղ նաև շատ փիս ազդել ձեր հեղինակության վրա, շատ։ Կամ անհանգստանում եք ձեր հեղինակության համար։ Ավելի շատ կարող է ինչ-որ խոսակցություններ կան, բամբասանքներ կան, որոնք որ ձեզ բորբոքում են եւ դուք մտածում եք ձեր հեղինակության մասին։ Այսքանը նաև կարող է ցանկությունները մի փոքր իրականանալուց դժվարություններ կան, կարող է դա է այդ բարկանալու եւ անհանգստանալու նաեւ բորբոքման պատճառը։ Դե այսքանը ձեզ համար, նայեք նաեւ լավագույնը, հա, այնտեղ ավելի լավ բաներ են միմիայն։ Տեսնենք ձիերին, ինչ է սպասվում, ձիերին այստեղ անակնկալը աղջիկ է։ Նա կարող է ինչ-որ աղջկանից է անակնկալ լսում, միգուցե հղիություն է, միգուցե ձեր աղջիկն է գալիս, միգուցե ձեր աղջիկն է ինչ-որ մի բան ասում, որ անակնկալ է ձեզ համար։ Նաև քույրը կարող է ձեր լինել, ձեր թորնուհին կարող է լինել։ Կարող է ինչ-որ մի աշխատող է, որ է մի տեղի եւ ձեզ այնպեսի մի բան է ասում, որ դա ձեզ համար շատ անակնկալ է։ Կամ իր գալը անակնկալ լինի, իր ինչ-որ մի պահ է, հա, որ զարմանալի է ձեզ համար։ Այստեղ ֆիգուրներ են ընկնում, այնպես որ այստեղ ինչ-որ տղամարդ ու աղջիկ է, կամ կարող է իմանում եք, որ ձեր ամուսինը երեխա ունի, դա ամենամեծ անակնկալն է, որ կարող է լինել այս պահին։ Որտեւ սա մեծ է, հա, մեծ տարիքով անձնավորություն է, երիտասարդ տղամարդ չէ։ Եթե հա այդպեսի ամուսին ունեք, որ իրոք եւս երեխա ունի, հատկապես աղջիկ երեխա, ապա դա նշանակում է, որ ձեր ամուսինը ոչ թե տեղեկություն կասի այդ աղջկա մասին։ Կոդ տնորենն է։ Ձեր, հա, ցույց է տալիս ձեր տնորենին, որ ինչ որ մի բան է ասում, ինչ որ անակնկալ մի պահ է այդ աղջկա հետ կապված։ Օրինակ ասում է, որ ինքը ընդունվել է քո հետ աշխատելու, դու պետք է սովորեցնես իրեն, հա, դու ինքը պետք է աշխատի քո փոխարեն, դու գնաս ուրիշ բաժին, հա, ինչ որ պահեր են, որ այստեղ եւս ձեզ համար անակնկալ կարող է լինել։ Տեսնենք այծերին եւ ոչխարներ է կոչվում նաեւ, ձեզ ինչ անակնկալ է, սա լավ անակնկալ է, սա պաշտոն է, սա պաշտոնի բարձրացում է, որը եւս անակնկալ կլինի ձեզ համար, սա առաջ խաղացում է ձեր գործերում, ընդհանրապես աշխատանքում է, եթե աշխատանք չունեք, ապա կընդունվեք աշխատանքի։ Նաև սա մարդը դա կարող է լինել անակնկալ, որ մարդ իրեն արդեն զգում է ավելի մեծ, տարիքը զգում է, երևում է արդեն տարիքը եւ մարդը այդպես իրեն արդեն տեսնում է այդ տարիքում։ Նաև Սա կարող է լինել նոր շրջապատ, մտնեք որևէ մի շրջապատ, այնտեղ ձեզ համար բավականին զարմանալի լինի իրենց պահվածքը, իրենց դիրքը, միգուցե չեք տեսել երբևիցե նման շրջապատ։ Միշտ կարող է այսի ինչեր են հանդիպել ձեզ, հիմա կարող է ավելի լավն է, հա, կամ հակառակը ավելի վատը լինի եւ ասեք այսօր եմ ընկել դուրս գամ։
Նաև սա պետական պաշտոնյաների շրջապատ է, որ կարող եք այս ամիս ավելի շատ լինել իրենց մոտ, ինչ որ պահեր լինեն, հրավերներ ստանաք, հա գնաք որտեղ որ նման մարդիկ կան, նաև մեծահարուստներ։ Այսքանը ցես համար, տեսնենք կապիկներին։ Կապիկների մոտ այստեղ առողջությունն է, առողջությունը հիանալի կլինի։ Նաև կարող զբաղվել ձեր գեղեցկությամբ, ձեր արտաքին տեսքով, փոփոխություններ անեք, որը եւս դուք էլ կարող եք զարմանալ, թե ինչպես էսպես հստակ որոշեցի փոփոխություններ անել մազերիս հետ եւ այլն։ Ավելի շատ ձեր օրգանիզմին կհետևեք, կխնամեք ձեր օրգանիզմը, նաև առողջ ապրելակերպով կզբաղվեք։ Եվ նաև սա ծնողներն են, ոմանք ծնողների հետ շատ կանցկացնեն այս ամիսը, կամ գնալ ծնողների մոտ, կամ ծնողները գան ձեզ մոտ։ Եթե ինչ-որ գործեր դանդաղ են բարձրանում, հա, պետք է հասկանալ, որ սա ծառը այդպես է, մինչև արմատները չի լավ մխրճում, ինքը չի բարձրանում, դրա համար էլ ձեր գործերն են այդպես դանդաղ բարձրանում, եւ պետք չի անհանգստանալ դրա համար։ Այսքանը դες համար ամենայն դեպս, եթե ձեր կամ ձեր հարազատների հետ կապված է, ինչ որ առողջության հետ կապված խնդիրներ կար, ապա սա ասում է, որ կապակինվեն իրենք, կամ դուք։ Նայենք ակխաղաղներին, հա պետք է ինձ տենց բան ընկներ, ինչ որ մի բանի կորուստ է, սա, որը անակնկալ է ձեզ համար, կամ մանր-մունր խնդիրները, որը եւս էլի անակնկալ են ձեզ համար։ Տեսնենք։ Այսինքն ինչ որ լինում է վեճի արդյունքում է լինում, կամ տուն եք մաքրելու ինչ որ մի կարևոր բան թափեք գնա, կորցնեք դա, համար ուշադիր պետք է լինեք, կամ վեճի արդյունքում, հա, կարող եք նաև ինչ-որ մեկին կորցնել։ Դե գնա ձեր կյանքից, կամ այդ վեճը անընդհատ խնդիրներ ստեղծի ձեզ համար, եթե անընդհատ վեճ, ամբողջ ամսվա ընթացքում կունենաք անընդհատ խնդիրներ, որտեղ առնետը մեզ համար միշտ ստեղծում է խնդիրներ, նա հաճելի չի։ Այնպես որ պետք է ձեզ կարողանաք զսպել, որպեսզի եւ ձեր կողակիցներին չկորցնեք, եւ ձեր հարազատներին չկորցնեք, եւ ուղղակի ձեր նյարդերն չքայքայեք, որովհետեւ հետո չի վերականգնվում այդ բջիջները։ Այնպես որ այստեղ պետք է հստակ ուշադրություն դարձնեք։ Եվ եթե տուն եք մաքրում, եւս պետք է ուշադիր լինեք, որ ինչ որ ապրանք չթափեք։ Եվ իհարկե կնայենք շներին, շներին ավելի վատ հետաքրքիր բան, այստեղ կտրուկ ինչ-որ քայլ կանեք, կտրուկ որոշում, ինչ-որ մեկին կարող եք հեռացնել, հա, դա անսպասելի լինի, բայց շատ կտրուկ, հա, որը թե սրանով դանդաղ ինքը այդպես գնում է, Այսա կտրուկ է, անմիջապես, հա, ամսվա ընթացքում, հետո կզարմանաք, թե ես ինչ արեցի, կամ ես ինչպես եղավ դա։ Պետք է անպայման ուշադրություն դարձնեք, թե ինչպես եք մեքենա վարում, եթե մեքենա եք վարում, ձեր կողքը որ կնստեք եւս իրեն էլ ասեք, թող մի քիչ դանդաղ վարի։ Սա նաեւ վիրահատություն է, որի արդյունքները եւս ձեզ համար անակնկալ կլինեն, հա, արդյունքները արդեն չեմ կարող ասել, ինչ ձևով, հա, ինչ ձև արդյունքներ կլինեն, ամենայն դեպքում դա ձեզ համար անակնկալ է։ Եվ դե այստեղ վեճ, սա վեճի քարտն է, սա սուր գործիքների քարտն է, որ կարող եք դուք էլ այսպես անսպասելի որոշեք եւ գնաք ինչ-որ միտեղ վիրահատեք, հա, այդպես ինչ-որ մի բան ձեզ խանգարի։ Այ այստեղ աշխատանքին է շատ վերաբերվում, կամ նայեք վիրահատություն է, որ կարող է անսպասելի լինել։ Նաև սա աշխատանքն է, այստեղ պետք է ուշադիր լինեք, հա, աշխատանքի նկատմամբ։ Որտեղ այստեղ կտրուկ քայլ է, կամ կտրուկ քայլ է աշխատանքից դուրս է գալիս, զբաղվում եք ձեր բիզնեսով, կամ կտրուկ քայլ է, հա, նաև այստեղ կարող որոշել աշխատել, հա, բիզնեսը դնել մի կողմ, եթե ունեք, հա, տունն եք աշխատում, մանր-մունր է, ձեզ այդքան դուր չի գալիս, եւ կտրուկ որոշում եք այդ ամենը թողնել եւ վերջից գնում եմ ուրիշի մոտ աշխատելու, հա, կամ հակառակը։ Այստեղ եւս, հա, եթե չեք ուզում աշխատանքից դուրս գալ, պետք է ուղղակի կոնֆլիկտների մեջ չընկնեք տնօրենի հետ, որ այդպես կարող կտրուկ, հա, այսպես
անսպասելի որոշեք, դուրս գաք կամ նաև գուցե իրենք են որոշում անսպասելի հանել ձեզ, որովհետև ունենք խավարման միջանցք, խավարում, որի հետևանքով շատ հավանական է, որ դա տեղ ունենա։ Եվ տեսնենք վերջին նշանը, հաջողակներն են, իրենք ամեն ինչում ձեզ հաջողություն է սպասվում, վարազներին և խոզերին յուրաքանչյուր բան, ինչը որ անեք ձեզ համար հաջողակ կլինի, վիրահատություն, ուսման մեջ, նաև այստեղը նաև շներին ովքեր որ լսում են դեռ կարող է ուսման հետ նաև կապված լինի այստեղ, ինչ-որ կտրուկ որոշում կայացնեք։ Աշխատանք, պետական հիմնարկություն, իսկ արդեն վարազներին այստեղ հաջողությունը յուրաքանչյուր ոլորտում, պետական հիմնարկություն կլինի, հիվանդանոց, ուսման կենտրոն, առողջություն և այլն, ինչ ուզում լինի, ձեզ հաջողություն է սպասվում։ Հենց սա ոնց որ հաջողության քարտը, հաջողության անակնկալ որպես վարազների համար։ Այնպես որ յուրաքանչյուր բան, ինչ ուզում եք արեք այդ օրը, ամեն ինչ ձեր ձեռքում է, միայն ինչ որ ստանաք տիեզերքից, շնորհակալ եղեք, որ միակողմանի չլինի միայն ձեր ստանալը, ձեզ համար հետո արդեն ավելի վատ կլինի, եթե միակողմանի միայն վերցնեք այն։ Այնպես որ դե կային վատ քարտեր, բայց ամեն ինչ մարդու ձեռքում է։ Եթե չվիճի, սա չի լինի, եթե չգորգռա, սա չի լինի, եւ այլն, շատ բաներ կա, որ մարդը ուղղակի ինքն իրան էլ է այդպես ներշնչում եւ այդ ներշնչանքը դարձնում է իր համար հավատ, հավատում է, որ դա այդպես էր եւ կործանում է եւ իրան եւ դիմացիներին։ Իր մտածմունքներից, հա։ Այսքանը ձեզ մաղթում եմ հաջողակ փետրվար ամիս, մի տխրեք ու ինչ վատ բաներ ընկել, էլ եմ ասում, ամեն ինչ ձեր ձեռքում է, դուք կարող եք շատ հանգիստ յուրաքանչյուր բան փոխել ձեր կյանքում։ Այսքանը լավ եղեք։